Աշխարհի ցանկացած երկրում տուն գնելուց առաջ պետք է հասկանաք ինչ արժեք ունի այդ օբյեկտը։ Եթե Դուբայը ասոցացվում է երկնաքերեր, բիզնես թաղամասեր, լողափի մոտ գտնվող գերթանկարժեք բնակարաններ, օրինակ 600-700 հազար դոլար եւ պլյուս, ապա այստեղ մենք ունենք նույն 5 աստղանի հյուրանոցներ, երկնաքերեր, սպասվող բիզնես եւ ուսումնական թաղամասեր, տարածաշրջանում կառուցվող առաջի կազինո, որը բերելու է տասնյակ միլիոնավոր տուրիստներ, բայց այստեղ մենք կարող ենք գնել բնակարան ընդամենը 150 հազար դոլարից սկսած, իդեպ կանխավճար ընդամենը 36 հազար դոլար։ Ես իզուր չէ որ կանգնած եմ այս քարտեզի մոտ, թաղամասը լինելու է Ալ Մայրիդում, որը գտնվում է Ռաս Ալ Խայմայում, դուք կտեսնեք այս մասը դա ձեր թաղամասի փակ լողափն է, միայն թաղամասի բնակիչների համար։ Ես ինչու եմ հավանում այս կառուցապատողին, նախ ինքը բոլոր իր նախագծերում տալիս է 5 աստղանի հյուրանոցի սպասարկում։ Դուք կարող եք մտածել, որ այս սպասարկման վարձը տարեկան լինելու է շատ բարձր, դա այդպես չի, դա այս կառուցապատողի կոնցեպտն է, ամենակարևորը, որը որ ինքը սենց մտավ շուկա, իրանք տալիս են 5 աստղանի հյուրանոցային սպասարկում, բայց դուք պարզապես վճարելու եք որպես հասարակ բնակելի շենքի բնակիչ տարեկան սպասարկման վարձ։ Լինելու են ստուդիաներ 150 հազար դոլարից, մեկ ննջասենյականոցներ 272 հազար դոլարից, երկու ննջասենյականոցներ 436 հազար դոլարից եւ 3 ննջասենյականոցներ 681 հազար դոլարից։ Իդեպ բոլոր բնակարանները լինելու են ամբողջությամբ կահավորված եւ այդ կահավորման համար նույնպես կառուցապատողը ձեզ տալու է երաշխիք, այսինքն ցանկացած խնդիր լինի, ձեր կահույքը փոխելու են, քանի որ գտնվելու է երաշխիքային սպասարկման մեջ։ Լինելու են սեփական տներ, բայց մանրամասները մենք կիմանանք սեպտեմբերին։ Թաղամասը պատրաստ է լինելու 29 թվականին, բայց դուք ունենալու եք հնարավորություն մինչև 32 թվականը գումարի կեսը մարել, այսինքն լինելու է վճարը մաս առ մաս մինչև 50%-ը լրանա 2029 թվական, իսկ երկրորդ 50%-ը մինչև 2032 թվական։ Ամրագրելու համար կապնվեք ինձ հետ։